Այս պահին մենք տվյալներն ենք ճշտում, թե ապօրինի կերպով ուղղակի ես բնութագրում եմ որպես առևանգում, մարդկանց տարել են եւ շատերի տեղը չգիտենք եւ դեռ չգիտենք, թե այն մեզ հասած տվյալների հիման վրա նաեւ հավելյալ այլ տեղեկություններ, թե որտեղ են գտնվում մեր աջակիցներ, կողմնակիցներ, այս պահին նրանց վայրերը հայտնի չեն։ Ես կրկնելով ինքսնից վերստին պիտի հաստատեմ, վախկոտ մարդու, ոստիկանական ռեժիմի թիկունքում թաքնված մարդու վարվելակերպ եւ գործելակերպն է եւ դա այլևս վկայելու կամ հաստատելու կարիք էլ չի զգում։ Սակայն այդուհանդերձ ուզում եմ ասել, որ մեծ տեղեկություններ են փոխանցում նաեւ ադրբեջանական մամուլից, որ շատ ուրախ են այս Չարիքի իշխանության ղեկավարի Թուրքիայում գտնվելու առիթով եւ միևնույն ժամանակ այն բոլոր հալածանքների առիթով, որ տեղի են ունենում Հայաստանում։ Հիմա կծկտուր տեղեկություններ են մեզ ասնում, հիմա կդասակարգվեն եւ կփոխանցվեն ամբողջությամբ այն հաղորդագրությունը, որ այսօր տեղի են գտնում ադրբեջանական մամուլում։ Սրբազան հայր, տեղեկություններ կան նաև հայկական հանրային շրջանակներում քննարկումներից իրում է հանգամանքը, որ հոգևոր եղբայրները, որսի պատրիարքության հոգևորականները հրաժարվել են հանդիպել Փաշինյանի հետ, ծանոթ եք դիրքորոշմանը պատրիարքության։ Այս պահին ոչ, մենք էլ մամուլից ենք տեղեկացել, այն տեղեկատվություն, որ մեզ փոխանցել են, ըստ որի ես արդեն 3 կամ առաջի օրներ ասել եմ, որ պատրիարք հայրը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հիմա նաեւ տեսնում ենք, որ դռնփակը եղել պատրիարքարանը, բայց գիտենք նաեւ, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին այցելել, ինչ են արել, այդուհանդերձ որևէ հոգեվորական այնտեղ չի եղել, կարծում եմ։ Այնքան եմ տեղյակ, մամուլից եմ տեղյակ, որքան դուք, ինչ որ մեզ փոխանցել են։ Սրբազան վերադառնալով ձերբակալություններին, ներքին գործերի նախարարությունը նշում է, որ կանխարգելման գործողություններ են կատարել։ Դուք ինչպես եք որակում նախ այս հայտարարությունը։ Նախ այդպիսի ինչին կանխարգելման, ինչը կանխարգել են։ Կանխարգելով են թող դավաճանական խմբին կանխարգել են, ոչ թե իրենց հայրենիքի եւ պետության համար պայքարող մարդկանց։ Հետևաբար ներքին գործերի նախարարությունը ինքը նախարարը ոստիկանապետը, որին ես շատ լավ եմ ճանաչում։ Ես պարզապես նոր նշանակված եմ ճանաչում։ Այո, շատ լավ։ Ընդհանուր շատ լավ ծանոթ եմ, շատ։ Հանդիպում եք ունեցել, զրուցել եք։ Այս ընթացքում ոչ։ Նշանակումից հետո թե նկատի ունեք այս ընթացքում, թե նշանակումից հետո ամեն դեպքում հանդիպել։ Նշանակումից հետո չեմ հանդիպել։ Մինչև նշանակումը փոխնախարար եղած ժամանակ։ Մինչև մարզպետ նշանակվելը։ Հա, մարզպետ նշանակվելը։ Հա։ Շատ լավ եմ ծանոթ, ոչ միայն ծանոթ եմ եւ ինքն էլ գիտի ինչ եմ ասում։ Ես պարզապես ուղերձս հետեւյալն է։ Մի ծառայեք ուրացողներին եւ դավաճաններին։ Մի ծառայեք, ծառայամտությամբ մի զբաղվեք։ Ոչ մի գրոշի արժեք չունի ձեր ծառայությունը, բացարձակ։ Տեսեք ձեր նախորդներին, ստորացված, հեռացված նախկին ոստիկանապետին, նախարարին, ազգային անվտանգության ծառայության պետին, քննչական կոմիտեի պետին, այն մյուսներին, որոնց էլ չարժե նույնիսկ անդրադառնալ։ Նայեք նրանց կյանքը, նրանց անցած ուղին ու ճակատագիրը եւ ձեզ խղճացեք ու ինքներդ ձեզ հաշիվ տվեք ուղղակի։ Ես սա եմ ասում եւ ելի եմ ասելու։ Որևէ կերպով Չարիք հիշի ասածներս, որևէ կերպով, որևէ ձևով, ինչ միջոցներ ուզում եք կիրառեք, բացարձակ նշանակություն չունի։ Դուք հեռանալու եք, հեռացվելու եք։ Եվ դա մեր երկրի ազատագրության գրավականը, երկրի շնչելու գրավականը, մեր պետության, մեր ժողովրդի։ Այլ տարբերակ չունես։ Կգնաս Թուրքիա, մեծավորիդ հետ կխոսես, փոքրավորիդ հետ կխոսես, եղբորդ հետ կխոսես, ինչ կպլանավորեք, ինչ դիվական ծրագրեր, ինչ դավադրություն կհյուսեք մեր սեփական ժողովրդի հանդեպ, բացարձակ նշանակություն չունի։ Ինչ հրահանգներ կտակ այստեղ, այսքան ոստիկաններ լցված փողոցներում, ինչ են անում։ Ինչ են անում, Սրբազան, ինչ են անում։ Ծառայում են, Չարիքին են ծառայում, բառից բուն իմաստով։ Չարիքին են ծառայում
եւ վստահ եմ, որ դժկամությամբ են ծառայում, ես պարզ ոստիկանական շարքերի մասին եմ ասում։ Իսկ եթե ղեկավար կազմում կան մարդիկ, որոնք այդպես ջանադիր կերպով նույն մտածում այդ չարիքի ծառայության գործի մեջ են, իրենք ուրացողների հետ բաժին ունեն ու հավասար են։ Հետևաբար Զարուհի ջան, հետևաբար ասում եմ, ոչ մի միջոց, ոչ մի տեսակի բացարձակ մեզ այս պայքարի ճանապարհից մի քայլ անգամ նահանջելու տրամադրություն չի ստեղծելու, ոչ էլ ազդելու է։ Այդ ուրացողներից ապաշխարողներ եղան, նշում եք նախկին մտերմության մասին նախարարի հետ, Վահե Ղազարյանի հետ եղել է ինչ-որ առաջարկ հանդիպում։ Բացարձակ ոչ։ Իսկ այս ընթացքում փորձեր արվել են իշխանական պատգամավորների հետ հանդիպելու կամ իրենց կողմից եղել է առաջարկ։ Այս ընթացքում ոչ, այս կարճ ժամանակահատվածում, բայց եւս մի անգամ կկրկնեմ, բոլոր տեսակի փորձերը, հատկապես մյուս կողմից եկող, բոլոր տեսակի, անկախ նրանից պատգամավոր են թե եղել են միջնորդավորված, բայց հենց հաջորդ ժամին այսպես ճակերտավոր ասած խեղդել են այդ մարդկանց իրենց բնում։ Բարև ձեզ։ Սրբազան եւ վերադառնալով ձերբակալություններին հիմա արդեն վերջնական։ Արա ջան, բարի եկար։ Այս նայի դրությամբ լավ եք, ապրեք դուք, ապրեք, լավ ենք, պատրաստ եղեք։ Հա, գիտեմ։ Նոր տվյալներ ձեզ հայտնի են ձերբակալվածների վերաբերյալ։ Փայլակ ջան, ես չեմ ասի ձերբակալված, մարդիկ առևանգված են։ Եղել են մարդիկ, որոնք ուղղակիորեն հիմա այս պայն ճշտում ենք, ասենք Արմավիրից գնացել են մարդկանց ուղղակի հավաքել տարել են։ Նահատակ հերոսի հորը, մեր շատ սիրելի Վաչագան Շաքրիկյանին, Սերգեյ Շաքրիկյանի ծնողին, հորը տարել են, որ ուղղությամբ են տարել այս պայն ոչ մեկ տեղեկություն չունի։ Մեր մյուս նահատակ հերոսի հորը, մեր շատ ակտիվ որդիների կանչ հասարակական կազմակերպության նախագահության անդամի, մեր Արային Ռոստոմյան, հիմա Արան այստեղ է, իրեն են հրավիրել, քննչական կամ քրեական կամ ուր են հրավիրել, տեղեկությունն էլ չունեմ այս պայն։ Այնպես որ զրուցելու են հրավիրել, թե ինչ են հրավիրել, չգիտեմ, այնպես որ ուղղակիորեն բոլոր ուղղություններով փորձում են հնարավոր, այսինքն այդ մարդիկում որ տարել են, այդ մարդիկ պայքարի առաջամարտիկներ են եւ նրանց շուրջը գտնող տարբեր ուրիշ անձանց, որոնց մասին տեղեկությունները սպայն չունենք, անկեղծորեն ասում եմ։ Եվ ես դա գնահատում եմ որպես առևանգում։ Ուղղակի առևանգում, մարդկանց տարել են առանց հայտնելու, չգիտեմ հիմա ընտանիքներում էլ տեղյակ են թե ոչ, որովհետեւ կապն էլ է խզվել բոլոր առումներով։ Սրբազան տեղեկություն կար, որ իրավապահները այստեղ էլ չէ, պիտի գային այդպիսի ամենը։ Դուք Զարուհի ջան, դուք ինչ զարգացումների եք սպասում, եթե օրինակ կան անգամ։ Հավաքված են եղել, եթե այդքան ռիսկ ունեն, թող գան։ Ես հիմա մարտահրավեր եմ նետում իրենց, ռիսկ ունեն, վախկոտ չեն իրենց ղեկավարի պես, թող գան։ Եկել հավաքվել են ճանապարհի վրա Ալեք Մանուկյանը, մեր լրագրողներն էլ, եթե չեմ սխալվում, տեսել եք գալուց, ինձ ասացին, որ եւ տեղեկատվությունը գալիս էր, հավաքվել են, սպասել են որոշակի ժամի, հիմա էլ չգիտեմ ուր են, բայց քաղաքում լցված են։ Վախից գնացել են մեծականակ ավտոբուսներով այդ ամառային կառավարական ամառանոցներ կոչվածը, ազգային ժողովի դիմացը, հավանաբար կառավարության շեն, ամենուր քաղաքում ուղղակի բառս բուն իմաստով այս շոկ ժամանակ վխտում են բոլոր առումներով։ Այսօր ինչ-որ բան նախատեսել եք, որ իրենք էլ այսպես ասած կանխարգելել են։ Ուզում ենք ողջունել։ Ճակերտավոր ասած։ Երբ եւ որտեղ։ Կոստանդնուպոլսում։ Շնորհակալ եմ։ Ոչ Ստամբուլում, Կոստանդնուպոլսում։ Կոստանդնուպոլիս։ Կանոնագրքերում գրված է Կոստանդնուպոլիս, ոչ թե Ստամբուլ։ Մեզ ասած տեղեկություններով Սրբազան պայքարի բոլոր ակտիվիստների հետ միասին նաև ուզում եմ հավելյալ կրկնել սա, որովհետև թարմացվում է, նաև հայեղափոխական դաշնակցության տարբեր տեղական կազմակերպություններում եւ տարածքային մարմիններում, գրասենյակներում են գնացել եւ մարդկանց բերման ենթարկել, ինչպես նաև արցախցի մեր պատգամավորների եւ արցախցիների
տարբեր արցախցիների, հիմա այդ տվյալներն ենք ճշտում, թե ում, ոմանց գնացել են ուղակի տները, ոմանց գնացել են տարբեր աշխատավայրեր, ամենտեղ։ Հայտնի է Դավիթ Գալստյանին են հրավիրել։ Հրավիրել են այո Դավիթ Գալստյանին եւ այսպես, այսինքն որտեղ ինչպես կարողացել են Բոլոր անհանգստացնող խնդիրները փորձում են մեկ հարվածով փորձում են եւ այո զվարճանք պատճառել, ուրախություն պատճառել, սա էլ հավելյալ վկայություն ամբողջ ադրբեջանական մամուլին, որի, ինչպես ասացի, տվյալները դասակարգվում են, հասկանանք թե ինչ են խոսում։